Ամեն երկիր ու ամեն ժողովուրդ անցել է իր դարավոր ուղին, ստեղծել իր պատմությունը։ Ովքեր են այս մարդիկ։ Ում հետնորդներն են։ Երբ են այստեղ հայտնվել, ինչով ու ինչպես են կապված այս հողին։ Այս հարցերին պատասխան կտա մեր ֆիլմը, որն ընդգրկում է մեր թվարկությունից առաջ երկրորդ առաջին հազարամյակների պատմությունը։ Մովսես Խորենացու տվյալների համաձայն մի քաջ անձնավորություն հայ կանոնով Բաբելոնում ըմբոստացավ բռնակալբելի դեմ եւ իր 300 մերձավորներով հեռացավ դեպի հյուսիս։ Ըստ Մովսես Խորենացու հայկը թիկնավետ, վայելչակազմ, գեղագանգուր, վարվռուն աչքերով հսկա էր։ Ահա նրա արձանը։ Եվ երբ Բելը փորձեց կրկին հպատակեցնել նրան, հավատարիմ քաջ զինակիցների հետ հայկը կռվի ելավ բռնակալի դեմ եւ արդար մենամարտում նետահարելով սպանեց նրան։ Հենց այդ ժամանակներից էլ նահապետ Հայկի անունով մենք, նրա ժառանգները, մեզ անվանում ենք հայ, մեր հայրենիքը Հայք, Հայաստան, իսկ մեր հարևանները, Հայկի որդիներ Արամանյակի ու Արամայիսի անունով, մեր երկիրը կոչում են Արմենիա։ Այս հինավուրց երկիրն իր կարևոր տեղն ունի նաև հավերժական քաղաք Հռոմի պարիսպներին ամրացված քարտեզի վրա։ Սա հայկական լեռնաշխարհն է, այն պատմական տարածքը, ուր հազարամյակների ընթացքում ձևավորվել ու իր բազմադարյան պատմությունն ու մշակույթն է ստեղծել հայ ժողովուրդը։ Ըստ 7-րդ դարի պատմիչ Անանիա Շիրակացու, Հայաստանը բաղկացած էր 15 նահանգներից, որոնցից առավել խոշորներն էին Այրարատը, Բարձր Հայքը, Ծոմքը, Վասպուրականը, Սյունիքը։ Իրար հաջորդող հազարամյակներն իրենց հետքն են թողել այս լեռնաշխարհի ու այնտեղ բնակվող հայ ժողովրդի վրա։ Ու թեև ժամանակի խաչմերուկներում շատ բան ոչնչացել է, աշխարհի ամենատարբեր ցեքերում հանգրվանած յուրաքանչյուր հայի համար այս քարաստանը դարձյալ անսահմանորեն հարազատ է, կանչող, ջերմ ու բաղձալի։ Նույն զգացումները համակել էին նաև մեզ։ Առաջին անգամ էինք անցնում պատմական Հայաստանի արևմտյան հատվածով։ Առաջին անգամ ընկալում մեր նախնիների ունեցած հայրենիքի իրական մեծությունը։ Առաջին անգամ էինք տեսնում Սրբազան Արարատը հարավից։ Մենք հայկական լեռնաշխարհում ենք, պատմական բարձր հայքի տարածքում, սպեր և մամախաթուն բնակավայրերի միջնամասում։ Սա պատմական այն տարածքն է, ուր հազարամյակներ առաջ գոյություն ունեցել Հայասա երկիրը։ Այստեղ են հայասական թագավորներ Հուգանասը, Կարանին և Անյան պայքար բռնել խեթական թագավորների դեմ և այս լեռնացակ դաշտերում ու բարձրաբերձ լեռների վրա տարածվել է նրանց հզոր և ամբոստ երկիրը։ Մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում հայկական լեռնաշխարհը դարձավ մետաղամշակության, անասնապահության, երկրագործության և ամրոցաշինության խոշոր կենտրոն։ Այդ են վկայում պեղված բազմազան խեցեղենն ու մետաղական իրերը, առևտրական գործարքների և ծիսական արարողությունների ժամանակ գործածված կնիքներն ու դրոշները,
Սևանա լճի ավազանի, Շիրակի, Լորվա տարածքի բնակատեղիներից եւ դամբարանադաշտերից հայտնաբերված արձանները, կենդանիների ոսկորներից պատրաստված վզնոցը, Կարսի թանգարանում պահվող սաքրերի հավաքածուն։ Դրանց մեջ հատկապես առանձնանում է այս հսկա աղեղը։ Այն 170 սանտիմետր երկարություն ունի, մի եզրով հենվել է գետնին եւ օգտագործվել ոտքի օգնությամբ։ Սա ժամանակի ամենազորեղ ու վտանգավոր զինատեսակներից էր։ Հայկական լեռնաշխարհում ձևավորված վաղ պետական կազմավորումներից աղզին Հայաստան մշտապես համառ պայքար էին բողում իրենց անկախության համար։ Հենց այդ նպատակով կառուցվում էին պարսպապատ հզոր կիկլոպյան ամրոցներ ու բնակավայրեր։ Սևանի ափին գտնվող այս տարածքում մոտավորապես երկրորդ հազարամյակի կեսերին Քրիստոսից առաջ բնակվել են ցեղախմբեր, որոնց կոչել են վելեր, իսկ երկիրը Վելիկուխի։ Դրանք մեր նախնիներն են, այստեղ ունեցել են իրենց բարձր մշակույթն ու ստեղծել են իրենց բարձր քաղաքակրթությունը եւ այս դամբարաններում ամփոփել են իրենց նախնիներին, առաջնորդների, որոնց հետ կապված էր մեծագույն մի պատկերացում։ Մեր նախնիները կարծում էին, որ հանգուցյալները չեն մահանում, այլ տեղափոխվում են մի կյանքից մյուսը։ Եվ ահա այստեղ, ամփոփելով նրանց, միշտ հավատում էին, որ ինչպես ծլարձակում է կանաչը, այնպես էլ մի օր վերակենդանալու են նաև նրանք։ Ահա այդ առումով էլ կառուցված են դամբարանները, որոնք հսկայածավալ բազալտե քարերից են եւ կյանքի վերածննդի խորհուրդն են իրենց մեջ կրում։ Դամբարանախցերում նրանց հետ մեկտեղ հայտնաբերվել են նաև կաղդու փայտից պատրաստված դիասայլեր, կենցաղային բազմապիսի անոթներ, օձի պատկերներ կրող ծիսական պատվանդաններ, սենքերի տարբեր տեսակներ, բազմապիսի պերճանքի առարկաներ, ոսկե, արծաթե, անագե ու ծարիրե հմայիլներ։ Դրանցից է նաև գորտի այս եզակի ոսկե արձանիկը, որ հայտնաբերվել է Լճաշենի մեր թվարկությունից առաջ 15-րդ դարի սկզբներով թվագրվող դամբարաններից մեկում։ Մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակի վերջին քառորդին հայկական լեռնաշխարհում արմատական փոփոխություններ տեղի ունեցան։ Սկսեցին հանդես գալ առաջին քաղաք ամրոցները։ Դրանցից մեկը ժամանակակից Երևանից մոտ 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մեծամորն էր։ Մեծամորը ժամանակի հզոր, հոյակերտ, վաճառաշահ քաղաքներից մեկն էր։ Ուներ իր առևտրական, տնտեսական, ծիսական, վարչական թաղամասերը։ Թաղամասերից յուրաքանչյուրն իրականացնում էր իր գործունեությունը։ Այստեղ գործարքներ էին կնքվում Միտանի, Կասիտական Բաբելոնի, Եգիպտոսի եւ այլ հզոր մերձավորարևելյան պետությունների հետ։ Մեծամորը հին մերձավոր արևելքում հատկապես հայտնի էր մետաղի արտադրական համալիրներով։ Պատկերացրեք, շուրջ 4000 տարի առաջ այստեղ բրոնզի համաձուլվածք են ստացել։
Այդ մասին են վկայում հնավայրի պեղումներից հայտնաբերված կավե օդամու խողովակների, կտղաների, պղնձի խարանի և կաղապարների մնացորդները։ Տեղի վարպետներին ծանոթ էին ոսկե իրերի հատիկաշարման, զոդման ու դրվագման եղանակները։ Մեծամուրում հայտնաբերված մի շարք բաբելոնյան իրեր, այդ թվում սարդոնիքսե գորտը, ագաթե գլանաձև կնիքը, վկայում են առևտրական մեծ կապերի մասին։ Մեծամուրը նաև հայտնի կրոնական կենտրոն էր։ Տեղի սրբարաններում հանդիսություններ էին կատարվում նվիրված գառնան զարթոնքին, պտղաբերությանը, նոր տարվան։ Արարողությունների ժամանակ ծիսական հացեր էին թխվում, ու դրանք նախշազարդվում էին կավե դրոշմիչներով։ Կարասներից հեղվում էին ջուրն ու գինին։ Այս ժամանակահատվածում հայկական լեռնաշխարհը ծածկվեց վաղ երկաթեդարյան բնակավայրերով, դրանց մի մասը նաև Սևանա լճի ավազանում էր։ Մենք Դարի գլուխ դամբարանադաշտի տարածքում ենք։ Այստեղ հենց այս պահին դամբարանի պեղումներ են ընթանում։ Հայտնի չէ թե ինչ հնագիտական նյութեր են գտնվելու։ Դա նման է նոր հայտնության, նոր երեխայի ծննդի։ Դանակի յուրաքանչյուր հարված ու վրձնի ամեն մի շարժում հազարամյա մոռացությունից կրկին լույս աշխարհ են բերում մեր նախնների ստեղծածն ու կիրառածը, մեր անցյալի պատմության լուռ վկաները։ Մենք Նեմրութ լեռան կատարին ենք։ Սա պատմական այն բարձրունքն է, որի հետ առնչվում են բազմաթիվ հայկական ավանդազրույցներ։ Լեռան սրտում գտնվում է Սառնորակ լիճը։ Ամենայն հավանականությամբ հենց այստեղ, այս բարձունքներից մեկի վրա էլ պետք է որ տեղի ունեցած լինի Հայքի և Բելի նշանավոր ճակատամարտը, ինչը հիշատակում է պատմահայր Խորենացին։ Ճանապարհը մեզ տանում է Վան։ Հենց այստեղ էլ Տուշպա քաղաքի հնամենի ավերակների մոտ մենք ավարտեցինք հայոց պատմություն ֆիլմաշարի երկրորդ ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Երրորդ ֆիլմը, որ կրելու է Ուրարտուից մինչև Անտիկ Հայաստան խորագիրը, կպատմի այդ ժամանակահատվածի պատմության ու մշակույթի մասին։